Ինչու մենակ մնացինք թշնամու դեմ, երեք այս հարցն էլ հնչեց։ Այդ հարցը գուցե ձեզ տակ եւ խոստովանեք, որ պատճառը ձեր սեփական զրո կետն է, անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, ձեր ոչ պրոֆեսիոնալիզմը, ներազգային պառակտումը եւ այսօր էլ շարունակվող վրեժի ծառավը։ Ազգային իղձերով ապրելու կարիք չկա, սա է ձեր փիլիսոփայությունը, հաց եւ տեսարաններ, դպրոցներից հեռացնել փառքի անկյուններն ու դրանք փոխարինել լավ ապրելու գրառումներով։ Չտեսնել սեփական մեղքի հետևանքները, շարունակվող կորուստների շղթան, վերացարկվել այս ամենից եւ հայտարարել հաստատված խաղաղության մասին։ Ես եւ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հարցնում ենք, այդ որ հաստատված խաղաղության մասին եք խոսում։ Երբ օգոստոսի 8-ի թանակը չորացած Ալիևը զգուշացնում է Հայաստանին, փոխեք սահմանադրությունը, հակառակ դեպքում կարող եք հետևանքներ կրել, կրկնում եմ, հակառակ դեպքում կարող եք հետևանքներ կրել։ Հետո գալ եւ այս ամբիոնից ժողովրդին ներշնչել, թե ինքն է նոր սահմանադրության պատվիրատուն։ Ում եք մոլորեցնում, իսկ գուցե ավելի վատ, պետությունը եւ դուք չունեք ունակությունը գնահատելու իրական սպառնալիքները եւ կառավարել դրանք։